Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք մենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը մենք սա հաճախ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Գիտեք, որպես կանոն այս շրջանում արդեն գարնան վերջին մենք պատրաստվում ենք ամռան, ամենակարևոր որոշումներն ըստ էության հենց այս ժամանակահատվածում ենք ընդունում, մենք մտածում ենք, որտեղ պետք է երեխային ուղղորդել, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների, ծնողների, հարազատների համար մենք այսօր շատ հետաքրքիր տեղեկատվություն ունենք եւ միևնույն ժամանակ ամենակարևորը ամռան 3 ամիսները, դրանք բավական երկար ժամանակ են գեղեցիկ ու լիքը օրեր ունենալու համար եւ կարծում եմ, որ ցանկացած ծնողի համար ամենակարևորը ճիշտ օգտագործելն է, այնպես անել, որպեսզի իր երեխան ամռան այս բոլոր օրերի ու ժամերի մեջ կարողանա եւ զարգանալու եւ ուրախության եւ երջանիկ ապրելու ուղղակի այդ հնարավորությունն օգտագործել։ Այս առումով ես հենց սկզբից շտապում եմ ասել, որ մենք հրաշալի նորություն ունենք, հատկապես Երևան քաղաքի բնակիչների համար է սա այս դեպքում հրաշալի, որովհետեւ նոր նորքում շատ հետաքրքիր իր տեսակով, որակով, պայմաններով նաև շատ տարբերվող նախակրթարան կա, որը նաև ամառային դպրոց է, այստեղ երեխաները մինչև 13 տարեկան կարող են իրականում ամռան յուրաքանչյուր ակնթարթը նաև վայելել, իսկ ինչ վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխաներին, ապա շատ շատերն ովքեր այս հատվածում են եւ իրենց երեխաներին ուղղորդում են հենց այս նախակրթարանը, գիտեն, որ երջանիկ ապրելը եւ նախադպրոցական տարիքը ամենակարևոր տարիքը վստահելի ձեռքերում թողնելը իսկապես բարդ չէ։ Բարդ չէ, որովհետև Նելսոն Ստեփանյան 3.6 հասցեում է գործում հրաշալի, շատ պրոֆեսիոնալ, շատ ճիշտ դաստիարակչական եւ միևնույն ժամանակ պայմաններ ապահովող նախակրթարան Panda Planeta։ Ավելի մանրամասն մենք կխոսենք այսօրվա մեր զրույցի ընթացքում, իսկ այս պահին ուզում եմ նաև ձեր անունից սիրով Elroom-ում ողջունել Panda Planeta ուսումնական կենտրոնի հիմնադիր, մանկապարտեզի նախակրթարանի հատվածի պատասխանատու եւ գրող Նունես Անթրոսյանին։ Նունե, ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ, հրաշալի կենտրոն եք ստեղծել եւ ձեր շնորհիվ շատերը իրենց երեխաների մանկության համար կարող են շատ ապահով ու հանգիստ լինել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ նույնպես հաճելի է ձեր տաղավարում լինել։ Շատ հաճելի է ինձ եւ սիրով ուզում եմ սիրելի հետևորդներ նաեւ ձեր անունից ողջունել Panda Planeta ուսումնական կենտրոնի արդեն ամառային դպրոցի, ինչպես նաեւ դասապատրաստման այս հրաշալի ծրագրի պատասխանատու Սեդա Կարապետյանին։ Սեդա, շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի է հրաշալի գործ եք սկսել, իհարկե ձեր մայրիկի գլխավորությամբ, բայց նաև այս հատվածը դասապատրաստման եւ ամառային դպրոցի, կարծում եմ պատասխանատվությունը մեծ է, բայց ձեր էներգիան ու եռանդը բավարարում է ամեն ինչին։ Շնորհակալ եմ նաև հրավերի համար։ Մենք ներկայացնում ենք Panda Planeta-ն, մեծ պատասխանատվությամբ եւ սիրով ստեղծված միջավայր, որտեղ երեխաները կարող են 2-ից 13 տարեկան երեխաները հաճախել։ Մեզ մոտ գործում է մանկապարտեզ, նախակրթարան, ամառային դպրոց եւ դասապատրաստման կենտրոն։ Panda Planeta-ն հիմնադրել եք դուք, Նունե։ Այո, ես գիտեմ, որ դուք ձեր կրթությամբ մանկավարժ եք, տարական հենց դասարանների դասվար, բայց 3 հրաշք բալիկներ եք մեծացրել եւ այս ընթացքում չեք աշխատել։ Միշտ երազել եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով, երբ երեխաներս մեծացան, սովորեցին, ավարտեցին, ամուսնացան, տղաս տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսումը շարունակելու համար, իմ մեջ այդ ջերմությունն ու հոգատարությունը նոր ուղղություն գտավ։ Այսինքն այդ սիրո հիմքում ստեղծվեց Panda Planeta-ն։ Այսինքն Panda Planeta-ի հիմքում դրված է ձեր մեծ
մայրական սերը, բայց նաև պրոֆեսիոնալիզմը, ձեր այսինքն կրթությունը, երեխաների հետ աշխատելու մասնագիտական նաև էս կարևոր ունակությունը։ Հրաշալի է, իսկ անվանումը։ Անվանման հետ կապված, ուրեմն երբ կարդում էի փոքրիկ իշխանը, որը 1943 թվականի լավագույն երգն է համարվում, այնտեղ իմ մեջ միտք առաջացավ ստեղծել մի մոլորակ, որտեղ ճիշտ ու սխալ չկա, լավ ու վատ չկա, բոլորը մի հարթակի վրա են, բոլորը մի սանդղակի վրա են։ Երեխաների համար ստեղծել մի միջավայր, որը անվտանգ կլինի, ապահով եւ երեխան իրեն կզգա կարեւոր, պաշտպանված։ Իրականում նաև պանդան խորհրդանշում է խաղաղություն, բարություն, քնքշություն, ինքերասիրություն, նաև սա հաշվի առնելով։ Եվ նաև ամենակարևորը, որ երեխաների սիրելին է պանդան։ Բոլոր երեխաներն են սիրում։ Բոլոր, այո, մի քանի սերունդների, չէ՞, բոլորի։ Եվ հետաքրքիր է, որ արդեն 7 տարի է այս հասցեում, սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք գործում է Panda Planet-ն։ Հետաքրքիր է, որ այսինքն այսքան տարիներ ձեր մեջ եղած այդ երազանքը իրականացավ 7 տարի առաջ եւ հենց այդ տարի բավական լարված տարի էր համավարակի, ամեն ինչ փակվում էր, ինչպես հաղթահարեցիք սա։ Կարելի է ասել, որ հաղթահարեցի իմ համբերության շնորհիվ, ընտանիքիս աջակցության եւ սերը երեխաների հանդեպ շատ անսահման էր, աննկարագրելի էր, որը ինձ ստիպեց բռնած գործը մինչև վերջ տանել, հաղթահարել եւ հաղթանակած դուրս գալ։ Հիմա ինչպես գիտեք, կենտրոնները շատ են, դու պետք է կարողանաս պատասխանել ծնողային հարցին, որ ինչու ընտրենք ձեզ։ Այո, մենք ծնողների հետ այդ կապի մասին էլ կխոսենք, Սեդա, փաստորեն դուք շարունակել եք, հա, մասնագիտական առումով ձեր մայրիկի ուղին, մանկավարժ եք, նաև դասավանդում եք, հա, դպրոցում եք դասավանդում։ Ինչպես այդ որոշմանը եկաք շարունակել ուղին։ Նախ ներկայացնեմ, որ աշխատում եմ 197 հիմնական դպրոցում, մանկավարժությունը շատ եմ սիրում երեխաների հետ աշխատանքը, շատ եմ սիրում բացահայտել այդ փոքրիկ մարդուկներին, որովհետև շատ խոր զգացմունքային էակներ են։ Մանկավարժությունը ինձ համար ավելի շատ առաքելություն է։ Ինչպես ստացվեց, որ ես հետևեցի մայրիկիս օրինակին, հիմնականում գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ որ ես տեսնում էի իսկապես երեխաների հոսքը պանդա եւ մայրիկների վստահությունն ու այդ հանգստությունը, որոշեցի ստեղծել մի միջավայր, այսինքն շարունակել մանկապարտեզի երեխաների համար ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները կլինեն ապահով, կզարգանան, դասերը կանեն եւ բացի դա մայրիկները նույն վստահությամբ, հանգստությամբ կգնան աշխատանքի։ Նշեմ, որ ոչ միայն դասապատրաստման կենտրոնն է, դասապատրաստումից մի քիչ ավել է, որովհետեւ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ երեխաները 8:30-ից դուրս են գալիս եւ մինչեւ 6:30 լինում են կենտրոնում։ Բավականին շատ խմբակներ, որոնք որ ավելի երեխաներին բացի դասերից նաեւ զարգացնում ենք, օգնում ենք ծնողին։ Շատ դեպքերում շատ շնորհակալ են ծնողները, որովհետեւ խմբակները այնքան տարաբնույթ են եւ ծնողը չի հասցնում իր աշխատանքի հետ միասին այդքան խմբակ երեխային տանել։ Հա, փաստորեն այստեղ լրացուցիչ շատ խմբակներ ունենք, խմբակների առումով օգնություն է։ Առանձին կարիք չկա տանել բարի, նկարչության եւ այլն, այս ամեն ինչը մեկ տեղում կարող է։ Այո, նաեւ համեղ սնունդ, փոխադրամիջոց։ Այո, 2-ից մինչև 13 տարեկան վստահության են մթնոլորտը, որ տիրում է ձեր եւ հատկապես նաեւ ծնողների միջև այս կապը։ Նաեւ նշենք 12 ամիս ենք աշխատում, կներեք, այնտեղ մենք ունենք ամառային դպրոց, գարնանային դպրոց, աշնանային դպրոց։ Մի քիչ խոսեք դասապատրաստման մասին ուղղությունների, չնայած հիմա արդեն ուսումնական տարին ավարտվում է, բայց սա իրականում մեծ խնդիր է լինում, հա, դասապատրաստումը։ Թիմ ունեք, որը նաեւ բոլոր առարկաների այս ուղղությամբ կարողանում է օգնել։ Այո, ներկայացնեմ դասապատրաստման կենտրոնները, նախ նշեմ, որ տարիքային շեմը հիմնականում առաջին դասարանից մինչև 6-րդ դասարաններն են ներառված։ Ունենք 2 անգամյա սնունդ, սնունդը ամեն օր ծնողը ստանում է նկարները։ Բացի դա նաև այստեղ նշեմ, որ մանկավարժներս բավականին հմուտ են, բոլորը դասվարներ են, ռուսերենը, անգլերենը, շախմատը, առանձին մասնագետներ են աշխատում երեխաների հետ։ Այս տարի մտածում ենք նաև չինարենի ուսուցման
շինարանի մասին, որովհետև ունենք նաև պահանջարկը շինարանի մասով։ Երեխաներին դպրոցից վերցնում ենք, այսինքն տեսեք, երբ որ մայրիկը տանում է երեխային դպրոց, մնացածը մինչև 6:30 ամբողջը կազմակերպվում է մեր կողմից։ Գնում ենք փոխադրամիջոցով երեխաներին վերցնում են դպրոցներից, այնուհետև 2 անգամյա համեղ սնունդ։ Դասապատրաստում մեզ մոտ խմբերը մեծ չեն լինում, ավելի քիչ են եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային։ Եվ բացի սա, մենք նաև մտածել ենք, որ երեխաներին ունենան բազմակողմանի զարգացվածություն մեր կենտրոնում, այդ իսկ պատճառով բացել ենք նաև երկարօրյան, որը մինչև դասերը ավարտելուց հետո երեխաները գնում են երկարօրյա, որտեղ կան բավականին շատ խմբակներ՝ պարը, յոգան, նկարչություն, կավագործություն, կիթառի ուսուցում, ֆիլմի դիտում, հա, եւ նաև կարևորում ենք բակային խաղերը երեխաներին, եթե ոչ ամեն օր մոտիվացնում ենք նաև այս մեթոդով, երեխաներին իջեցնում ենք բակ, ունենք բարեկարգ այգի, որտեղ կան հարմարավետ պայմաններ են շատ, եւ երեխաները այնտեղ խաղում են, այսինքն բացի դասապատրաստումից նաև լրացուցիչ այլ ծառայություններ, որը որ շատ հարմար է եւ ծնողի եւ երեխաների համար։ Այս տարածքի, հա, Նոր-Նորքի Ավանի բնակիչները հրաշալի հնարավորություն ունեն 2-ից մինչև 13 տարեկան երեխաների համար, գիտեք, քիչ է լինում, երբ ինչ-որ մի կենտրոն կա, որտեղ կարող ես տանել, որտեղ գոհ կարող ես լինել եւ խնամքից եւ ուշադրությունից եւ միևնույն ժամանակ ծրագրից, այ դուք փոխանակ ամենատարբեր խմբակներ տանել, սպորտի եւ այլն, այստեղ կարող եք բերել, այդ ամեն ինչը ներառված է, առավոտյան դուք տանեք ձեր երեխային դպրոց, եթե նախադպրոցական տարիքի չի, եւ այլևս 6:30 Պանդա պլանետայից կարող եք վերցնել երջանիկ երեխայի եւ ես ինչպես այդպիսի զրույցում ականատես եղա, նույնիսկ եթե 6:15 եք դուք գալիս, երեխաները կարող են բողոքել, որովհետև այնտեղ մինչև վերջին պահը իրականում շատ հետաքրքիր է։ Նույնը ձեր թույլտվությամբ ես ուզում եմ մի քանի հարց նաև հենց նախադպրոցական տարիքի երեխաների հետ կապված։ Փաստորեն նորից խմբեր են, այսինքն 2 տարեկանից սկսած աշխատում եք մանկապարտեզային ծրագրով։ Մանկապարտեզը լիցենզավորված մանկապարտեզ է, աշխատում են կրթական համալիր ծրագրով, գզնակի փորձարարական ծրագրից ենք օգտվում, Մոնտեսորի մեթոդաբանությունից։ Պանդա պլանետա մանկապարտեզը աշխատում է հետևյալ գրաֆիկով՝ 8:30-ից մինչև 6:30 տարժամյա տևողությամբ։ Դա ամբողջական գրաֆիկն է։ Աշխատում ենք նաև կեսօրվա գրաֆիկով, այսինքն 8:30-ից մինչև 1:30։ Սա է։ Պանդա պլանետայի առավոտը սկսվում է սենյակների օդափոխությունով, ծաղիկների ջրելով, երեխաների ընդունելությունը 8:30 կազմակերպում է, երաժշտության ներքո ստեղծում ենք շատ լավ տրամադրություն, լինում են ինքնուրույն խաղային գործունեություն, ազատ շփման հնարավորություն, երեխաները ազատ են լինում իրենց ընտրության մեջ, մարմնամարզություն ենք սկսում, մարմնամարզության ընթացքում նշվում է տարվա եղանակը, ամիսը, շաբաթվա օրը, հետո սկսում ենք մարմնամարզությունը, որից հետո սկսվում է նախաճաշը, նախաճաշը ավարտելուց հետո արդեն լինում են պարապմունքներ, այդ ընթացքում մի փոքրիկ ֆիզկուլտադար, շարժախաղեր, երաժշտագրամա, ինչ-որ հանգստացնող ինչ-որ մի բան, որից հետո վիտամինային սնուցման ժամ է գալիս, այսինքն միրգ բանջարեղեն, ըստ սեզոնի հետ կապված, եւ դրանից հետո երեխաները գնում են զբոսանքից վերադառնում են, հիգիենայի կանոնները պահպանում են, այսինքն լվացվում են, որից հետո արդեն մի փոքր թեմային վերաբերվող դիտում է լինում, ենթադրենք իրենք անցել են գեղարվեստական գրականություն է եղել ու անցել են ինչ-որ հեքիաթ, այդ հեքիաթը դիտում են, քննարկում են, որը ավելի արդյունավետ միջոց է եւ երեխան ավելի հեշտ է ընկալում, ամրապնդում է իր անցածը։ Դրանից հետո արդեն գալիս է ճաշի ժամը, ճաշիկները լինում են բազմազան, տարբեր աղցաններ, բոլորը համապատասխանում է սննդակարգը, համապատասխանում է պետական չափորոշիչներին։ Օրվա երկրորդ հատվածում հիմնական լինում է խաղ զվարճանք, ամփոփում, ազատ խաղեր, նորից զբոսանք։ Ուրեմն ժամը 18-ից արդեն երեխաները ազատ շփման հնարավորություն են ունենում, իրենք են որոշում ինչ խաղով զբաղվեն կամ ինչ որ
մի դիտում նայել, իհարկե բոլոր դիտումները լինում ուսուցողական թեմաներով։ Հեռախոսների մեջ նստած խաղացող երեխաներ ձեր նախակրթարանում հնարավոր չի տեսնել։ Չէ, հնարավոր չի ֆիլմի դիտումել, որ հեռուստացույցից իրենք օգտվում են, օրվա ընթացքում թույլատվում է 2 անգամ։ Երեխաները, որոնք հաճախում են Panda Planet-ը, հենց այս տարիքից սպորտի հանդեպ հատուկ նաև հետաքրքրություն ունեն, որովհետև դուք ունեք սպորտ դահլիճ։ Շատ գեղեցիկ կահավորված եւ ճիշտ կահավորված տարիքային երեխաների տարիքին համապատասխան ունենք սպորտ դահլիճ, որը բավական հագեցած է մարզա սարքերով, խաղային գործունեությամբ։ Շատ ծնողներ շատ գոհ են մեր ծառայություններից, նույնիսկ այս վերջերս գրել են, որ մեր երկրորդ տունն է համարվում Panda Planet-ան։ Տնից տուն։ Հա, մենք աշխատում ենք այդ կարգախոսով տնից տուն, նշանաբանել ունենք հատուկ, այսինքն ես սիրում եմ իմ տունը, իմ հայրենիքը, իմ մանկապարտեզը, երեխաները բոլորը դա գիտեն ու այսպես ոնց որ մեր կարգախոսն է դարձել դա։ Նույն է, ձեր հիմա արդեն 7 տարվա հեռվից, եթե նայում եք այն երազանքը, այն մեծ սերը, որ դուք դրել եք, դուք կարող եք ասել, որ սա արդեն տեսանելի է, պտուղները խաղում եք այդ երեխաների մեջ, այդ երջանկությունն է իրենց աչքերում կարողանում եք տեսնել դուք։ Այո, իհարկե, շատ նկատելի է դեր առաջընթացը երեխաների ոգևորվածությունը։ Նաև հավելեմ, որ մեր երեխաները սովորում են Երևանի լավագույն դպրոցներում, այն դպրոցներում նաև որոնք որ քննությամբ են անցնում, մեր երեխաները բոլորը ընդունվում են լավագույն դպրոցները։ Այո, արձագանքները ես գիտեմ, որ դպրոցներից շատ են, այսինքն այստեղ հատկապես նշում եմ, որ նախադպրոցական, այսինքն նաև կրթական նախադպրոցական կրթության հետ կապված ծրագիրը շատ լիարժեք է ու շատ ճշգրիտ։ Սովորում են այնքան, որպեսզի կարողանան շարունակել դպրոցը։ Մենք ունենք նաև ռուսերենի, անգլերենի պարապմունքներ, մենք ունենք պարի պարապմունքներ, սեպտեմբերից ներառելու ենք նաև շախմատը, նաև շաբաթ օրը աշխատում ենք հատուկ աշխատող ծնողների համար։ Պահանջարկի։ Ամառային արձակուրդների ընթացքում էլ այս 3 ամիսը արագացված ծրագիր ենք դեպի դպրոց ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս այդ 3 ամիսների ընթացքում երեխան արագ տիրապետի ամբողջ նախադպրոցական ծրագիրը եւ պատրաստ սահուն արդեն որ գտնի դպրոց։ Այս հեռախոսահամարը շատերին շատ տարբեր իրականում կարևոր խնդիրներ կարող է լուծել երեխաների հետ կապված։ Փաստորեն ամռան ընթացքում Panda Planet-ան հասցեն հեռախոսահամարը դուք տեսնում եք կազմակերպում է նաեւ դեպի դպրոց արագացված ծրագիր։ Երեխաները ովքեր եթե դրսից են եկել կամ չեն այցելել մանկապարտեզ, նրանք ուղղակի կարող են այս ընթացքում արագացված այս ծրագիրն անցնել նախադպրոցական, որից հետո շատ ավելի հեշտ, շատ ավելի սահուն կարող են արդեն գնալ դպրոց։ Նույն է ծնողների հետ փաստորեն աշխատանքը միայն ուղղակի այսպես գոհունակության խոսքեր փոխանակելով չի ավարտվում։ Ունեք նաև հատուկ ծնողավարության դասընթացներ։ Այո, ծնող եւ մանկապարտեզ կապը շատ սերտ պահպանվում է։ Շատ հաճախակի կազմակերպում ենք հանդիպումներ, ծնողական հմտություններ թեմայով, ունենք հոգեբան, լոգոպեդ։ Փաստորեն երեխաների հետ աշխատում են նաև հոգեբան, լոգոպեդ։ Այո, հոգեբան, լոգոպեդ ու շարունակական են այդ հանդիպումները ծնողների հետ։ Տարվա կտրվածքով 2 անգամ պարտեզներ ունենում ենք։ Նույն է, դուք այսպես շատ համեստ եք, չեք սիրում շատ խոսել, բայց սիրում եք գրել։ Եվ առհասարակ ես գիտեմ, որ նաև միջոցառումների հետ հետաքրքիր գեղարվեստական խոսքը ընկալելու երեխաների հմտությունը ձեր շնորհիվ է դառնում իրենցը եւ սա շատ գնահատելի մի բան է։ Խոսենք նաև, որ դուք ունեք նաև գիրք տպագրված։ Իմ մեջ մտքեր էին առաջանում, որը սկզբանե այդպես գրի չէի առնում, բայց հետագայում մտածեցի գրել ու առաջինը, որ գրել եմ, առաջի ոտանավոր 10 տարեկան եմ եղել, բայց գիրքը լույս անցայվել 10 տարի առաջ, ամուսնուսի ցունամիակին նվիրված, ես չհասցրեցի նույնիսկ մշակել տամ, այսինքն դրանք այդ ոտանավորները գրված են այնպես, տպագրված են այնպես, ինչպես որ գրված են, ուղղակի այսպես սրտից բխած գրվածքներ են
հիմա էլ շարունակում եմ գրել, բայց էլ չեմ տպագրում։ Այս առաջին ծիլեր հենց այս գիրքը փաստորեն Նունես Անտրոսյանի, գիտեք, երբ մարդու հոգում կա ինչ-որ բան, որ կարող է գրչի միջոցով դարձնել, հա, այսպես ներկայացնել եւ կարողանալ այդ զգացմունքները տարածել, սա լիքը հոգու մասին է խոսում, հա, ինչպես ասում են, եւ այսպիսի մարդկանց կողքին երեխաները միշտ շատ ավելի վստահ ու երջանիկ են։ Նույնը ես իրականում շատ ուրախ եմ ձեր այս գաղափարի համար, իրականացնելու համար Panda Planeta-ի, եւ ես ուզում եմ մենք հասցնենք խոսել ամառային դպրոցի մասին։ Ես գիտեմ, որ ընդամենը օրեր անց փաստորեն հունիսի 1-ից արդեն իր դռներն է բացելու ամառային դպրոցը։ Ահա, սա խնդրեմ։ Ինչպես նշեցիք, հունիսի 1-ից մեկնարկելու ենք ամառային դպրոցը։ Ամառային դպրոցը այս տարի իր նշանաբանը ունի կարգապահ եւ ժպտացող աչքեր։ Սա նշանակում է, որ մեր ամառային դպրոցում երեխաները շատ ազատ են, բայց նաեւ կարգապահության սահմաններում են։ Ամառային դպրոցի ամբողջական ծրագիրը 8-ից սկսվում է, մեկնարկը տրվում է 8-ից, ավարտվում է 6-ից, բայց նաեւ ճկուն է հաշվի առնելով, որ ամեն դեպքում ամառային արձակուրդներ են։ Ունենք 4 անգամյա լիարժեք սնունդ։ Սննդակարգը եւ դասացուցակը ամեն օր ծնողները ստանում են համարժեք նկարներով։ 2 անգամ պարտադիր բակ են իջնում երեխաները, ես նշեցի, որ ունենք բարեկարգ այգի, նախավարժանքը եւ նաեւ արդեն բակային խաղերը, որը երեխաների ամենասիրելի հատվածն է։ Բացի դա նաեւ շատ խմբակներ ունենք՝ յոգա, պար, նկարչություն, կավագործություն, այնտեղ ունենք կիթառի ուսուցում, ունենք նաեւ փոքրիկ գիտակներ խմբակը, տրամաբանական խաղեր, ինտելեկտուալ խաղեր, սպորտլանդյաներ։ Հունիսի 15-ից նոր սկսելու ենք արդեն նաև դասապրոցեսը, այսինքն երեխաները նաև կրկնելու են իրենց անցածը։ Ունենք ռուսերենի, անգլերենի խմբակներ, մայրենի մաթեմատիկա։ Ամառային դպրոցի շրջանակներում ամեն ուրբաթ մենք ունենք էքսկուրսիաներ։ Էքսկուրսիաները շատ տարաբնույթ են, եւ մշակութային կենտրոններ ենք գնում, եւ խաղային, օրինակ անցյալ տարվա կտրվածքով բավականին տեղեր գնացել ենք Ford Arena, Fort Boyard, գնացել ենք Մասուր Art House, Մամիկենց տուն, Մաչանենց տուն, Ostrich Garden, Ձիարշավարան, կենթանաբանական այգի, Pinkberry, այո, այն ինչը որ հետաքրքիր է երեխաներին, եւ նաեւ ունենք նախագծային աշխատանքներ, նախագծային աշխատանքների շրջանակներում արդեն այցելում ենք մշակութային կենտրոններ։ Սա փաստորեն ամառային դպրոցը գործելու է մինչեւ ամբողջ 3 ամիսների համար, հա, այսինքն երեխաների ամռան էս ամբողջ կարևոր ընթացքը կարելի է վստահել Panda Planeta-ին։ Այո, մեկնարկը տրվում է հունիսի 1-ին, ավարտը օգոստոսի 30։ Նշեմ նաև, հավելեմ, որ նաև դրսից շատ բալիկներ ունենք, ովքեր որ գալիս են այստեղ, մեր հայրենիք գալիս են Panda Planeta եւ մենք կարողանում ենք նաև իրենց օրը այլ ավելի հետաքրքիր կազմակերպել եւ նաև շեշտադրվում է իրենց ավելի հայեցի խոսելը, մեր մշակույթի տարերին ծանոթացնելը, նաև ազգային երգի բարի խմբակ ունենք, դա էլ նշեմ, որ էլ ավելի մոտիվացնել եւ մոտեցնել հայրենիքին։ Այսինքն ըստ էության կարելի է այս առումով էլ է ճկուն, հա, ոչ միայն օրվա ժամերը, կարելի է առավոտից մինչև 18:30 կամ ավելի կարճ ժամանակ, այլ նաև ասենք 1 ամիս 15 օրով եւ այլն, այսպես էլ է հնարավոր ընդունելությունը։ Այո, ունենք նաև օրավճարային տարբերակ, այսինքն 1 օրվա, որովհետև դրսից եկող բալիկները հիմնականում ընտրում են օրավճարային տարբերակը, այս տարբերակը եւս գործում է, շատ ճկուն ենք գործում, հարմարեցնում ենք ծնողների աշխատանքային գրաֆիկին, հանգստյան գրաֆիկին։ Իսկ թիմը, որպեսզի հնարավոր լինի այս բոլոր շատ տարբեր երեխաներին նույն մշակութային ինչ-որ միջավայրի մեջ ներառել։ Թիմը շատ հմուտ է, մանկավարժական կազմը ներկայացնեմ, մանկավարժները բոլորը վերապատրաստում անցած են, մանկավարժներ են, հա, տիրապետում են մանկավարժական հմտություններին, հատկապես երեխաների հոգեբանությանը։ Մենք արդեն նշեցինք, որ տարատարիք են, ներառված է 5-ից 13 տարեկան երեխաները եւ պետքա բոլորի համար այդ ամեն ինչը կազմակերպել նույնքան հետաքրքիր։ Պարապմունքները առանձնացված է անում, այսինքն փոքրերի խումբ, մեծերի խումբ, բայց հիմնականում խաղային պարապմունքները, սպորտլանդյաները, նախագծային աշխատանքները անվում է ավելի միասնական։ Բոլոր խմբակները նեղ մասնագետներ են աշխատում, որոնք հմուտ են իրենց գործում։ Այո, այստեղ հրաշալի մի բան է կարողանալ այս ամեն ինչը հավաքել, ստեղծել այս կենտրոնը, որը
փաստորեն տարբեր տարիքային խմբեր կարող են իրականում լիարժեք իրենց օրն անցկացնել եւ այստեղ շատ կարեւոր մի բան կա իհարկե առաջնայինը նախ եւ առաջ այն սերն է, ինչպես Նունը նշեց, որը դրված է հիմքում Panda Planet-ի, հետո նաեւ Սեդայի պրոֆեսիոնալիզմ, այս եռանդը անսպառ, բայց շատ կարեւոր է նաեւ որ Panda Planet-ի պայմանները թույլ են տալիս այս ամեն ինչը կազմակերպել, այսինքն այն հրաշալի այգում եւ մանավանդ հաշվի առնենք, որ նոր նորքը այս առումով առավելություն ունի, այնտեղ ավելի զով է, քան քաղաքի կենտրոնում, հենց այս հատվածում անցկացնել եւ այդպիսի պայմաններում դուք մի քանի կադր տեսնում եք, բայց իհարկե այն մթնոլորտ այս նկարները չեն արտահայտում, ինչ որ իրականում կա այս հասցեում, ուղղակի դուք պետք է գնաք, տեսնեք եւ հասկանաք, որ ամռան 1 ամիսը, 2 ամիսը այն ընթացքը, որ երեխաներն այստեղ են, կարող է իրականում հրաշալի տոնի վերածվել, եթե այս պահին հենց զանգահարեք, սահմանափակ են տեղերը, թե կարող են զանգահարել դեռ Այս պահին դեռևս գրանցումները ունենք, բացված են, բայց նշեմ, որ տեղերը սահմանափակ է լինում, որովհետև մենք ավելի շատ աշխատում ենք որակի, քան քանակի, հա։ Դրա համար նախապես գրանցումները նախապես է արվում։ Գրանցումները, այո, գրանցումները պետք է նախապես անել այս առող սահմանով, իսկապես հրաշալի է, դա իսկ դուք չեք հոգնում, ես հասկացա, որ մայրիկը անսպառ էներգիա ունի, իր այսպես երազները նաև իրականություն դարձնելու, բայց դուք երկու հրաշքների մայր Ինչպես եք հասցնում, չէ, որ սա շատ մեծ ժամանակ, պատասխանատվություն, նաև էներգիա է պահանջում։ Հավատացեք, երևի գալիս է նրանից, որ շատ սիրում եմ իմ գործը, շատ սիրում եմ երեխաներին եւ միշտ կապի մեջ ենք ծնողների հետ։ Ծնողները միշտ տեղեկացված են երեխաների առօրյայից։ Կլինի դասեր, կլինի ամառային դպրոց եւ սիրով եմ անում այս ամենը, երևի թե դրանից է, որ սիրում եմ, սիրում եմ երեխաներին, սիրում եմ իմ աշխատանքը եւ մանկավարժությունը արդեն նշեցի, մի տեսակ առաքելություն է։ Ես իրականում շատ շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի էր հանդիպել ձեզ, առհասարակ երբ տեսնում ես նույնիսկ էջերում, այդ կադրերը Panda Planet-ի, գիտեք, միշտ տպավորություն է, որ ամեն ինչ հիմա զարմանալ շատ քիչ բանի վրա կարող ես, բայց իրականում երբ սեր է դրված հիմքում, սա մի անգամից տեսանելի է լինում։ Ես ուզում եմ, որպեսզի մեծ հաջողություն ունենա եւ մանկապարտեզը Panda Planet-ն ունե եւ սա ամառային դպրոցը փաստորեն ընդամենը մի քանի օրից արդեն մեկնարկելու է, հունիսի 1-ից գրանցումները այս պահին բաց են, կարող եք դիմել 3 ամիս առավոտյան 8:30-ից մինչեւ 18:30, ոչ թե դուք ուղակի ազատ կլինեք երեխաներին ինչ որ տեղ թողնելով, այլ երեխաներին հրաշալի ժամանց կարող եք ապահովել եւ միևնույն ժամանակ դուք զբաղվել ձեր գործերով։ Ես ուզում եմ, որպեսզի իսկապես հրաշալի ամառ լինի, ամռան յուրաքանչյուր օրը վայելեն երեխաներն, ովքեր կլինեն Panda Planet-ի այս հեքիաթային աշխարհում։ Եվ ձեզ, ինչպես սկզբում ասացի, նորից անսպառ էներգիա։ Շնորհակալություն, մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար, շնորհակալ ենք, որ հնարավորություն ձեռնեցիք բացահայտելու Panda-ի հրաշքները։ Այո, իսկապես հրաշքներ էին, բայց բացահայտեցիք նաև մեզ համար, շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում, գիտեք, մենք անընդհատ մտածում ենք, որ ինչ-որ մեծ գաղափարներ իրականացնելու համար շատ երկար ծրագրեր պետք է կազմել, այնինչ ընդամենը պետք է ուշադիր լինել եւ կարողանալ գտնել այն աղբյուրը, որը քեզ ամենաարժեքավոր տեղեկատվությունն է փոխանցում։ Այսօր մենք իսկապես ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք հանդիպել հրաշալի ու պրոֆեսիոնալ կանանց հետ, ովքեր երևի ամենադրական ու ամենաբարի գործն են անում աշխարհում։ Կարողանալ երեխաներին տարբեր 2 տարեկանից մինչև 13 տարեկան երեխաներին իսկապես տոներ պարգևել եւ սա անել այդպիսի պատրաստակամությամբ, նաեւ պատասխանատվությամբ, սրա հետ միասին կարողանաս վստահ լինել, որ երեխաները ոչ միայն ժամանակ են անցկացնում, այլև իրենց համար օգտակար ինչ-որ բան անպայման վերցնում են, որ իրենք գտնվում են աշխարհի ամենաբարի եւ ամենալուսավոր մոլորակում, Panda-ի մոլորակում
որակում, սա հրաշալի կարևոր ու իսկապես շատ շնորհակալ գործ է։ Եվ ես ուրախ եմ, որ այս հնարավորությունը ունենք մենք այսօր տեղեկացնել, որ հունիսի 1-ից Panda Planeta-ն նաև ամառային դպրոցն է իր սկսում, մեկնարկում է ամառային դպրոցը, որտեղ ամեն ինչ կա, խաղեր, ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն, էքսկուրսիաներ, պարապմունքներ, դասեր, երգ-պար երաժշտություն ու շատ երջանկություն ու սեր։ Եվ իհարկե նախադպրոցական տարիքի երեխաների համար, 2 տարեկանից սկսած Panda Planeta-ում հրաշալի միջավայր է։ Նախադպրոցական տարիքը միշտ ամենակարևորն է եւ այն պետք է վստահել ամենապրոֆեսիոնալներին։ Panda Planeta ուսումնական կենտրոնի հասցեն հեռախոսահամարը դուք բարբերաբար տեսնում եք, շատ ավելի մանրամասն հարցերի այդ մթնոլորտն ու ջերմությունը ներսում զգալու համար կարող եք զանգահարել, կարող եք այցելել, նշեմ, որ նաև առանձնահատկությունն է ու առավելությունը, որ շատ ճկուն է օրվա բոլոր ժամերի, ժամային որոշակի հատվածներ, ամռանը նաև որոշակի օրեր եւ օրվա որոշակի ժամեր կարելի է երեխաներին ուղղորդել, այնպես որ ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ այս ամենի հիմքում դրված է մեծ սեր։ Իսկ այն հիմնադրել է Նունես Անտրոսյանը, մանկապարտեզի պատասխանատու, գրող, Panda Planeta ուսումնական կենտրոնի հիմնադիր, ինչպես նշեցի, եւ իհարկե ուսումնական կենտրոնի ամառային դպրոցի եւ դասապատրաստման պատասխանատու Սեդա Կարապետյանի հետ էինք մենք այսօր զրուցում։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես ուզում եմ, որպեսզի մենք շատ մեծ ծրագրեր ունենանք ու միշտ գտնենք այնպիսի պրոֆեսիոնալների, ում շնորհիվ երեխաներին ում վստահելով մենք կկարողանանք գնալ իրականում երազանքի հետևից, որովհետև երազանքներն ի վերջո իրականանալու հատկություն ունեն։ Իսկ այսպիսի վստահելի մարդկանց շնորհիվ մեր երազանքներն իրականանալու շատ ավելի մեծ հավանականություն ունեն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։